Խաչատյան եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այս իր տևական գրառումներից հետո վեհափարի եւ նրա ինչպես ինքն է պնդում այդ կուսակցության խախտման թեմայով, այսօր արդեն արձանագրում է, որ գրեց արձագանք չեղավ, այսօր արդեն գրեց, որ փաստորեն վեհափարը պնդեց, որ զավակ ունի, խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի վեհարանը։ Երբ է վեհափարը նման բան պնդը։ Նիկոլ Փաշինյանն այսօր այդպիսի պնդում արեց, վեհապարից արձագանք չկա։ Ոչ է արել իր գրառումների եզրափակիչ Հասկան վեհապարը պետք է Նիկոլ Փաշինյանի ամեն ինչին հերքի կամ աստղից ինչի՞ց ենթադրեցիր։ Պարոն Խաչատյան, հարցս Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն եզրահանգեց, որ վեհապարը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում, եւ պետք է ազատի վեհարանը։ Եվ դիմում է քրիստոնեական առաքելական եկեղեցու հետևորդներին եւ այլն, ասում է, որ այս հարցով փաստորեն բոլորը պետք է շահագրգիռ լինեն եւ նպաստեն այդ process-ին, որ կաթողիկոսը հեռանա։ Ես ուզում եմ ձեր գնահատականը նախ ի վերջո ինչ հարց է լուծում հիմա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է կարծում ինչ կանի հիմա արդեն պնդում է որ զավակ ունի դուք օրինակ հնարավոր համարում եք որ չգիտեմ ակցիաների կոչանի կամ ինչ մեխանիզմների եւ մեթոդների կդիմի արդեն վեհապարի ես որևէ ստորություն չեմ բացառում հիշեցնեմ որ դեռ 18 թվականին նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը փորձարը ներխուժել վեհարան, վեհապարի մեքենայի իշխարություններ փորձել կանգնացնել, այս իշխանությունները անցյալ տարի, արդեն իշխանությունները ուղղակիորեն փորձեցին արգելել վեհապարի մուտքը Սարդարապատի ու Շահամալիր, այնպես որ որևէ ստորություն չեն բացառում։ Մյուսը խորքային է, ինչի հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց ամսի 30-ին թե 31-ին մայիսի հարցակում սանձազերծել առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որովհետև առաքելական Սուրբ եկեղեցին Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախում հայկական, քրիստոնեական, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Իսկ դրանից ավելի շուտ հունվարի 7-ին Ալիևը ասել էր կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի դեմ պետք է պայքարեն, հայկական ռևանշիզմի դեմ կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ։ Հասկանալի է, իսկ ինչ լուծում եք առաջարկում, որովհետև մենք միշտ խոսում ենք թե ինչից սկսվեց, բայց չենք Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն ինչքան շուտ այնքան լավ։ Պարոն Խաչատյան, այսինքն դուք կարծում եք, որ կարող է ակցիաներ եւ Չեմ բացառում։ Խուլիգանական ակցիաներ չեմ բացառում։ Իսկ ուրիշ լծակ հետաքրքիր չի վեհապարը զավակ ունի թե չունի։ Եվ դա ինչու է կտավանակ անձնապես ձեզ։ Ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում վեհապարը առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավարն է առաքելական Սուրբ եկեղեցին այն ինստիտուտն է որը պահել է հայկականությունը ազգը երբ մենք պետականություն չենք ունեցել առաքելական Սուրբ եկեղեցին այն թերևս միակ ինստիտուցիոնալ կառույցն է որը այս իշխանությունների ազգադավ ազգուրած քաղաքականությանը դեմ է գալ խոսում։ Ինձ խոհանոցային մակարդակի բամբասանքները չեն հետաքրքրել, չեն հետաքրքրում եւ ապագայում չեն հետաքրքրել։